Այսօր առավոտվանից մենք տեսանք, թե մայրաթորոմի չէր կատարվում, Շիրակի թեմի առաջնորդի հետ կապված։ Դուք այդ կադրերը որ տեսաք, կամ այստեղ էիք, ինչ զգացողություններ ունեք, կամ ինչ եք մտածում այս ամեն ինչի մասին։ Ես ինքս առաջնորդարանի աշխատող եմ, Սրբազանից կողքը կանգնած եմ։ Մենակ Սրբազանի չէ, այո, Գյումրիից ենք եկել։ Մի քանի մեքենաներով, որպեսզի թիկունք կանգնենք մեր վեմին, մեր վեհին եւ մեր Սրբազանին։ Ինչ պետք է զգա հայ մարդը։ Ցավ, վիշտ, դարդ, ցավ, նորից ցավ։ Չգիտեմ ինչպես արտահայտվեմ, չգիտեմ։ Արդեն մեր վերջն է։ Իմ մտածելակերպով, սուբյեկտիվ կարծիքով, որովհետև ազգային արժեքներին կպնել, բոլոր կառույցներին կբավ։ Փաշազադեի հրամանով Փաշաևը արդեն մնացել էր սրբությունը։ Եթե սրբությանը կբավ, ուրեմն մենք վերջ, մենք ազգ չենք։ Մենք կեղնենք ամբողջ կամ մասսա, ուրիշ ոչ բան։ Ազգը կպահե իր այրունը, ազգը կպահե իր սրբությունները, իր հայրենիքը։ Ախր մեզ ժողովրդի վրա ես կզարմանամ, ժողովուրդ, դուք չեք մտածել, որ Աստվածօրհնյալ է մեր Հայաստանը։ Որ երկրի մեջ է իջել Քրիստոս, Մայրատոր։ Որ երկիրն է օրհնե Աստվածօրհնյալ Հայաստանս։ Իմ հողս Սրբազանն է, ես իմ հողս չեմ թողնի թուր կմտնի։ Ես կադեմ թուրքին 15 թվականից առմինչև այսօր ինքը միշտ ուզեցել է սրբություններիս։ Կբել է, բայց ադամները փշրվել է։ Բայց ցավ կապրիմ նաև որ Նիկոլ Փաշօղլին հայ է, ինքը հայ չէ։ Ես ժողովրդին եմ, մեր մոտի ժողովրդին գյումրեցիներին ասել եմ, սադանա կուզեք տեսնել, չնայած ոչ ոք չի ուզում սադանա տեսնել։ Նիկոլին տեսեք, իրակնկան տեսեք, ինքը Համիդն է, Թալյատն է, ես չգիտեմ ինքը ով է, իր այրունը պղտոր է, այրական, հայկական այրուն իր մեջը չկա։ Եթե եղնիր, ինքը սրբությանը ձեռք չէր բարձրացնե։ Ինչ էր մեր Սրբազանը, մեր թեմակալ առաջնորդը ամենալավն է։ Իմ թեմակալ առաջնորդս արդեն 25 տարի մեր առաջնորդն է եւ հայրական խրատներն է իր շատ մեր հոգիների մեջ մտե եւ ինքը որպես մեծատառով մարդ է։ Ինչ գործ ունեք, Սրբազանը, վեհափառը կամ մնացած հոգևորական դասը նույն քաղաքացիներն են, նույն հայն են, վեղարները հանեցին, կապաները հանեցին, նույն ես եմ, դու ես, ինքն է, մենք հայ ենք, իր երկիրը կկործանվի, չխոսար Սրբազանս, իմ Սրբազանս հայրենասեր է, իմ Սրբազանս չէր կրնա լռեր, ինքը պիտի խոսար, որովհետև ինքը կսիրե իր հայրենիքը, իր հողը, ես Աստված կաղաճը փրկություն եղնի հայոց ազգիս այս ենիջերներից։ Թուրքը մեռած է մենակ մեզի պետք։ Կենտանի թուրքը մեզի պետք չէ։ Ինչերի դե պետք թուրքի հետևից է կնգե։ Կեշտաս մոլլի դեմը կխոնարվիս, ոտքերդ փոփիկ մզգիտ կմտնիս, ես չեմ ուզե նամազենեմ։ Ես կուզեմ աղոթ կենեմ։ Ես կուզեմ եկեղեցի մտնիմ։ Չգիտեմ։ Ժողովուրդը 3-4 անգամ չթողեց, որ Սրբազանին տանեին, բայց ամեն դեպքում նա որոշեց գնալ, ասաց, որ չի թաքնվում որևէ մեկի թիկունքում։ Մտահոգություն ունեք, որ նրան եւս կալանավորում կսպառնա եւ այսքան ոչ մի բանի առաջ չեն կան եւ կկալանավորեն։ Բայց Փաշիզադեն հրամայելով Փաշօղլին կարող է չկատարել իր կամակատարն է, չէ, իր խամաճիկն է։ Ինչ ձևի ինքը խամաճիկը ֆրծրեց, ինքը այդ ձևի պիտի առաջնորդվի։ Երբ որ մեր վեհափառը գնաց Բեռն էր, չէ, եթե չեմ սխալվի, հայտարարությունով այդպես բանը խոսեց, որ Արցախը դեռ կորած չէ, Արցախի հարցը դեռ վերջացրած չէ, դեռ Արցախը մերն է։ Փաշազադեն նույն օրը հայտարարությունը տարածեց, երկրորդ օրը Փաշօղլին ոտքի ելավ։ Ինչ կարելի է մտածել։ Ուրեմն խամաճիկն է, իրանց կամակատարն է։ Մեր Սրբազանին անամոթ մարդու համար ամոթ նոր չկա։ Մարդը նամուս պետք է ունենա, մենակ շունը չի ուտե թասիբը։ Անամոթ մարդու համար Սրբազանն է եղել, վեհն է եղել, ինչ կարևոր է։ Անամոթը անամոթ է, աղջիկ ջան։ Yes.